Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացված եք, այսօր ժամը 18:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակելու է ընտրությունների վերջնական արդյունքները և ԿՀ դիրքորոշումը։ Հիշեցնեմ, որ երեկ վարչական դատարանը մերժեց Բարգավաճ Հայաստան կուսակցության երկու բողոքները, բայց միաժամանակ ըստ էության պարտավորեցրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անդրադառնալ անվավեր ճանաչված ընտրատեղամասերում ընտրություններ վերանշանակելու հարցին։ Հիշեցնեմ նաև, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ևս դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով և հիմնավորումներով։ Հետևաբար, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկելու է այս հարցերը և մեր ներկայությունը շատ կարևոր է։ Մենք այսօր ներկա ենք լինելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև, բարձրացնելու մեր բողոքի ձայնը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջելու առաջնորդվել օրենքներով և սահմանադրությամբ։ Ըստ էության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք ունի երկու ընտրություն՝ կամ առաջնորդվել այս ռեժիմի, հանցագործ ռեժիմի պատվերով և շարունակել կեղծել ընտրությունների արդյունքները, գնալ հանցագործության և հակաօրինականության ճանապարհով, կամ առաջնորդվել օրենքով և մեր ընդդիմադիր ուժերի ներկայացրած բողոքներին պատշաճ գնահատական և վերաբերմունք տալ և ըստ էության առաջնորդվել մեր ժողովրդի կամարտահայտությունը պաշտպանելու ԿՀ հիմնական գործառույթով։ Այս ընտրության առջև է կանգնած և ստեղ մեր հայրենակիցների, մեր բոլորի ձայնը շատ կարևոր է և մենք ներկա ենք լինելու, կոչ ենք անում մեկ անգամ ևս մեր հայրենակիցները ևս ներկա գտնվեն։ Միաժամանակ, սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այս օրերին բավականին ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժերի միջև, բավականին կառուցողական քննարկումներ և առաջիկայում ընդդիմությունը ընտրությունների վերաբերյալ ամբողջական գնահատականով ևս հանդես կգա։ Կարևորում է մի պատիվ մի շարք ուժերի բավականին կառուցողական և ընդհանուր մոտեցումներում համաձայնություն կա և ստեղ ևս մենք առաջիկայում նորություններ կունենանք, այդ քննարկումները դեռ շարունակվում են։ Այս պահին այսքանը, ժամը 18:00 կհանդիպենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։